Հերթագրվել է 40 պատգամավոր։ 41, շատ լավ։ Գագիկ Ջանգիրյան, համեցեք պարոն Ջանգիրյան, կենտրոնական ամբիոնի մոտ։ Սկսենք մտքերի փոխանակությունը Գագիկ Ջանգիրյանի ելույթով, որպես ճանաչված իրավաբան գիտնականի կարծիք լսենք։ Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ իմ ելույթս կառուցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնավորումների եւ Վենետիկի հանձնաժողովի տրված ըստ էության երկու եզրակացություններից այսպես հղումներ կատարելով կամ հենվելով այդ երկու եզրակացությունների որոշ դրույթների վրա։ Նաև պետք է փորձեմ իմ ելույթում պատասխանել պարոն Պողոսյանի ամփոփիչ խոսքում հանձնաժողովում ունեցած իմ ելույթի ժամանակ հնչած փաստարկներին։ Որպեսզի որևէ իրավական ակտ մենք բարեփոխենք եւ լրամշակենք, այդ իրավական ակտը պետք է կյանքում գործադրված լինի, կիրառված լինի։ Այդ թվում նաև Գորիսում պետք է կիրառված լինի։ Հիմա, եթե իրավական ակտը գործադրվում, կիրառվում է պրակտիկայում, ակնհայտ է լինում, թե այդ ակտի որ դրույթներն են հնացել, որ դրույթներն են խոչընդոտում հասարակական հարաբերությունների հետագա զարգացմանը, որ դրույթները պետք է փոխվեն եւ ամենակարևորը ակնհայտ է դառնում, թե լրամշակումը, բարեփոխումը ինչ ուղղություններով պետք է կայացվի։ Սա օրինաստեղծ գործնեության, ասեմ, այբուբեն է կամ աքսիոմա է, որ ցանկացած օրենք, այդ թվում նաև սահմանադրություն, մենք պետք է այդ ճանապարհով բարեփոխենք։ Հիմա, քանի որ մենք տվյալ դեպքում խոսում ենք սահմանադրության մասին, ուրեմն պետք է ասենք, արդյոք գործադրվում է մեր գործող սահմանադրությունը իրական կյանքում լիարժեք։ Հիմա որպեսզի իմ դատողությունները սուբյեկտիվ չլինեն, ես պետք է հենվեմ մեր հայեցակարգի հեղինակների արձանագրումների վրա։ Վերենք մի օրինակ, ընթերցում եմ ուղղակի, ուրիշի ուղղակի խոսքով մեջբերում եմ կատարում։ Հետևողականորեն չի իրականացվում սահմանադրության փոփոխման ոչ ենթակա երկրորդ հոդվածի պահանջը, որի համաձայն ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Հայեցակարգ 241-ի 6-րդ կետ։ Համաձայնեք, որ սա լուրջ իրավական նաև քաղաքական արձանագրում է։ Հայեցակարգի հեղինակները, որոնք միայն գիտնականներ չեն, տեսաբաններ չեն, այսօր նախկինում աշխատած պետական պաշտոնյաներ են, նախագահան սահմանադրական դատարանի նախագահն է, այսպիսի արձանագրում է կատարում։ Այսինքն ինչ ենք հասկանում ես արձանագրում, որ իշխանությունը հետևողականորեն դա մի անգամ չէ, երկու անգամ չէ, դա պարբերաբար է, շարունակաբար է, ժողովուրդը չի ձևավորում։ Եթե մի իշխանություն ժողովուրդը չի ձևավորում, պրակտիկան չի կիրառվում այդ ձևավորված իշխանության հիմնական օրենքը, մենք ինչու ենք փոխում սահմանադրությունը, կամ ինչ ենք իմանում, այս սահմանադրության թերի ու դրական կողմերը որոնք են։ Հոսատեսական դատողություն չի, դասախոսություն չի։ Ավելին, միայն այս հոդվածով չի արձանագրում, բավարարվում սահմանադրական մեր հարգելի հանձնաժողովի անդամները, նրանք էլի են հոդվածներ նշում, ասում են, չի գործում երրորդ հոդվածի երրորդ մասը, պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, որպես ուրեմն ազատությունը անմիջական գործող իրավունք։ Այսինքն պետությունը ընդհանրապես
բանի տեղ չի դնում այս մարդկանց հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Ավելացնում են 8-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ-ում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ մրցակցությունը։ Այսինքն տնտեսությունում էլ է սահմանադրությունը չի գործում։ 14-րդ հոդված մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից։ Եվ այլն, այլ որպեսզի չընթերցեն 65-րդ հոդված, 7-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր, 27-ի 1 հոդված, եւ սա արձանագրված է մեր դատաիրավական բարեփոխումների հայեցակարգում։ Վստահ եմ մեզանից յուրաքանչյուրը ինքը կարող է տասնյակ հոդվածներ ավելացնել, բայց ես չեմ ուզում, ասենք իմ տեսակետով չգործող հոդվածները այստեղ ավելացնեմ։ Հիմնական եզրակացությունը ո՞րն է։ Ոչ թե մենք պետք է հիմա բարեփոխենք տասնյակ ու տասնյակ չգործող հոդվածներով սահմանադրությունը, այլ մենք այդ սահմանադրությունը լիարժեք գործադրելու, կիրառելու անհրաժեշտություն ունենք, որտեղ մենք չենք ապրել այդ սահմանադրությամբ, չգիտենք դրա թերու դրական կողմերը, չենք կիրառում, որ տեսնենք պրակտիկայում ինչն է մեզ խանգարում։ Իմ տեսակետը համընկնում է հեղինակների արձանագրած այս դատողությունների հետ։ Երկրորդ, այստեղ խոսք գնաց, որ այս սահմանադրական բարեփոխումները բավական երկար այսպես քննարկվում է, նախաձեռնությունը երկար է տևել եւ այլն։ Սիրելիներս, 12 թվականի մայիսի 30-ին գործող նախագահը իր կարգադրությամբ հաստատել է իրավական դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը եւ այդ ծրագրից բխող միջոցառումների ցանկը։ Այդ միջոցառումները ներառել են մինչև 16 թվականի դեկտեմբեր օրենքներ, օրենսգրքեր եւ այլն ընդունում։ Այս դահլիճում էլ այդ ծրագրի ապահովումը, այսպես ապահովող մի շարք նախագծեր ենք մենք ձեզ հետ միասին քննարկել եւ ընդունել։ Ընդամենը 1 տարի հետո 13 թվականի սեպտեմբերի քանիսին ընդունվում է նոր այս դեպքում հրամանագիր, որով ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Բա ինչ եղավ այդ ռազմավարական դատաիրավական բարեփոխումների ծրագիրը։ Չէ՞ որ չի կարելի դատաիրավական ոլորտում բարեփոխումներ անել, եթե սահմանադրության բարեփոխման խնդիր կա։ Ընդհակառակ, սկզբից պետք է բարեփոխենք սահմանադրությունը, եթե այդպիսի անհրաժեշտություն կա, հետո նրանից բխող օրենսգրքերն ու օրենքները։ Բա մենք իշխանությունը մի որոշման տորպեդա հարում, ոչնչացնում է իր Այն էլ բարեփոխումների երկրորդ փուլին էր նվիրված այդ ռազմական ծրագիրը, այսինքն մենք առաջի փուլը արել էինք, հիմա էլ երկրորդ փուլն էինք անում։ Բա ուր է սահմանադրական փոփոխությունների ծրագրավորվածությունը, հիմնավորվածությունը եւ այլն։ Եթե ընդամենը 12 թվի մայիսին դրա մասին որևէ խոսք չկար։ Եվս մի անդրադարձ մեր հայեցակարգի վրա։ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը հիմնավորելիս, մասնավորապես կառավարման խորհրդանական մոդելի առավելությունները ներկայացնելիս, իմ հարգելի գոլեգաները հատուկ շեշտում են, որ այդ խնդիրը, ուրեմն այդ մոդելը առավել մեծ հնարավորություններ է ընձեռում վերացնելու, չեզոքացնելու կամ հաղթահարելու քաղաքական մենաշնորհը։ Հիմա հայեցակարգի 2, 4, 3-ի երկրորդ կետ։ Ինչը իրենց իսկ բառերով իրական խոչընդոտ է իշխանությունների բաժանման, զսպումների, հակակշիռների մեխանիզմի գործունեության համար։ Հիմա ինչ ենք արձանագրում, երբ ծանոթանում ենք մեզ ներկայացված նախագծին։ Տեսնում ենք, որ ոչ միայն այդ քաղաքական մենաշնորհը չի հաղթահարվել, այլ ընդհակառակը այդ քաղաքական մենաշնորհը, որը փաստացի է այսօր ձևավորվել, մենք ամրագրում ենք որպես սահմանադրական սկզբունք։ Սահմանադրական սկզբունք։ Սա չլսված, չտեսնված, չնաշխարհիկ բան է։
այսպես ասեմ։ Ոչ մի երկիր չի կարող վկայակոչել, որ այդ երկրի սահմանադրության մեջ պարլամենտական երկիր այս քաղաքական մենաշնորհ ամրագրված լինի կայուն մեծամասնության ապահովում այս սկզբունքի տակ։ Այդպիսի երկիր գոյություն չունի։ Ես հասկանում եմ, որ նախագծի հեղինակները եկել են կառավարության կայունության ապահովման այս սկզբունքից, եւ ես շատ դրական եմ վերաբերվում, որ իրենք մտցրել են այդ կառավարության կայունության ապահովման հանրաճանաչ ինստիտուտներ, կոնստրուկտիվ անվստահությունը, չգիտեմ, վարչապետի նշանակման ընտրության ավարտվեց։ Վերջը, ես ուզում եմ հուսալ, որ այն քաղաքական ուժերն ու անհատները, ովքեր կողմ կքվեարկեն այս սահմանադրությանը, քվեարկել են իրենց խղճին մտոք, մտածելով, որ լավ գործ են անում Հայաստանի համար, ոչ թե որևէ քաղաքական ուժի։ Շնորհակալություն։ Վահե Ֆիաջան։ Շնորհակալություն։ Նախ